Խաղացուն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք մեկ անգամ ևս ասենք փառք մեր Տեր Աստծուն։ Այս Սուրբ Կիրակի օրվա համար, այս հանգստի օրվա համար, որ Աստված պատրաստել է ամեն իրեն հավատացողին մտնել ոչ թե միայն Կիրակի օրվա հանգիստը, այլ հավիտենական հանգիստը։ Փառք Տիրոջ դրա համար։ Ես ուզում եմ կարդալ Մատթեոսի ավետարանի 9-րդ գլխից սկզբից sense կարդանք եւ ասում է եւ նավը մտնելով անդի կողմ անցավ ու եկավ իր քաղաքը։ Իր քաղաքը որն էր? Հիսուսը որտեղ էր ապրում? Կափառնայում։ Ինքը Նազարեթում էր բանալի, բայց հետո եկավ ապրեց Կափառնայում։ Եվ ահա բերին իրեն անդամալույցը, որ մահիճի մեջ պարկած էր։ Եվ Հիսուս անոնց հավատքը տեսնելով ըսավ անդամալույցին. Քաջալերվե որդյա, քո մեղքերը քեզի ներված են։ Եվ ահա դեպիներեն ոմանք իրենց մեջսին, ասիկա հայհոյություն կնե։ Հիսուս անոնց խորհուրդներ իմանալով ըսավ. Ինչու սիրտներդ մեջ չար բան խորի, քանզի որը ավելի մեծ, որ ավելի դյուրին է, քո մեղքերը ներված են ասելը, թե ելիր ու քայլ լսելը, բայց որպեսզի գիտնաք, թե որդին մարդոց իշխանությունը երկրի վրա մեղքերի թողություն տալու։ Այն ատեն անդամալույցավ, ելիր մահիճը տար ու տունդ գնա։ Մանիկա ելավ իր տունը գնաց, եւ ժողովուրդները տեսան, զարմացան ու փառավորեցին Աստված, որ մարդոց այսպիսի իշխանություն էր տվել։ Ես կարդացի Մատթեոսի ավետարանի 9-րդ գլխի 1-ից մինչև 9 համարները։ Սիրելիներս, այստեղ մենք տեսնում ենք, որ երբ որ Հիսուս եկավ Կափառնայում, ասում է այնտեղ մահիճի մեջ պարկած անդամալույց կար։ Նու նաև Մարկոսի 2-րդ գլխում էլ որ բերում են պատկառակով 4 հոգով բերում են։ Մարկոսի 2-րդ գլխում էլ այդ մասին խոսում եւ ասում է ուզում եք ընդեղից էլ կաշկարտան եւ ասում է Մարկոսի 2-րդ գլխից եւ նորեն Կափառնայում մտավ, քանի մի օրին հետեւ լսվեցավ, որ անիկա տան մեջ եւ շուտով շատ մարդիկ ժողվեցան, այնպես որ այդտեղ չկար, ոչալ դրանը քովեր ու կխոսեր անոնց Աստծո խոսքը եւ կուգային իրեն 4 մարդով վերցված անդամալույց մեկը բերեին, որ բազմությունեն չէին կրնալ անոր մոտենալ, քակեցին տանը հարկը, որ Հիսուս էր ու ծակը բանալով բարիչեցուցին մայջը, որը վրա պարկած էր անդամալույցը, եւ Հիսուս անոնց հավատքը տեսնելով ստավ անդամալույցին. Որդյակ, քո մեղքերը քեզի ներված են։ Եվ դեպիներեն մեկ քաները կային, որ նստել էին եւ իրենց հետևի մեջ խորեին ասելով. Ինչու համար ասիկա այսպիսի հայհոյություններ խոսի, ով կրնա մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված։ Սիրելիներս, այստեղ մենք տեսնում ենք, որ Հիսուսի մոտ բերեցին Կափառնայում, երբ որ եկավ, բերեցին 4 հոգով մի հատ անդամալույցի բերեցին Հիսուսի մոտ։ Բայց երբ որ բերեցին, տեղ չկար մոտեցնելու։ Մեր խոսքով ասած, ժողովրդական խոսքով ասած, ասեղ գցելու տեղ չկար։ Հիմա ինչ անեն։ Ոչ մի հնար չկա։ Եթե մենք լինենք, միգուցե մտածենք, դե հնարավորություն չկա, թողենք հետ գնանք, բայց այդ մարդիկ մեծ հավատք ունեին, եւ այդ անդամալույցը, գիտեք, պարկած վիճակում էր, նա չէր կարող կանգնել, չէր կարող դժվարությամբ միգուցե կարող շրջվել, բայց ոչ մի բան անել չէր կարող, նա անդամալույց էր, անդամալույցն էլ տեղափոխությունն էլ, գիտեք, դժվար է, անդամալույցն էլ էր իր սրտի մեջ ուզում տեսնել Հիսուսին, որ բժշկվեր։ Եվ այդ 4 մարդիկ բերեցին Հիսուսի մոտ ու տեսան տեղ բան չկա, սկսեցին կտուրը ծակել եւ այնտեղից իջեցրեցին Հիսուսի մոտ։ Եվ ասում է Հիսուսը նրանց հավատքը տեսնելով ասեց. Քո մեղքերդ քեզի ներված են։ Ուրեմն քո մեղքերդ քեզի ներված են։ Հիմա դեպիները երբ որ սա լսեցին, այդ ժամանակ ասենք իրաց սրտի մեջ տրտնջացին, ասին տրտնջացին իրենց սրտերի մեջ, որ ասում էին, ինչու համար ասիկա հայհոյություն կնի, ով կրնա մեղքերի թողություն տալ, բայց միայն Աստված։ Եվ Հիսուս իսկույն իմանալով իր հոգու մեջ, որ անոնք այնպես խորին իրենց մեջ սա անոնց։ Այդ ինչ խորիկ սիրտներդ մեջ, որը ավելի դյուրին է անդամալույցին ասել, քո մեղքերը ներված են, թե ասել, ելիր մահիճը տար ու քայլ։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնեմ, որն ավելի հեշտ, անդամալույցին ասել քո մեղքերը ներված են, թե ասել մահիճը տար ու քայլի։ Ձեր կարծիքով որն ավելի հեշտ է։ Ինչպես։
Հիմա տեսեք։ Նայածում համար։ Փարիսեցիների դպիրների համար հեշտ ասել էլի, քո մեղքերը ներված են, որովհետև արդյունքը չգիտենք, չեն տեսնում ինչ կլինի։ Հա, ներված են, բայց ինչ իմանանք, ինչ կատարվեց։ Դրա համար այդ բանը հեշտ է ասել, ոնց որ ասած գլխից ռադաներ կոպիտ ասած։ Դա հեշտ է, բայց բանն է, որ քո մահիճը տար քայլիր, դա շատ դժվար է, չէ՞ որ անդամալուց է պետք է բժշկվի։ Էսի փարիսեցիների կարծիքն էր։ Բայց Տիրոջ կարծիքը որն է, եղբայրներ քույրեր։ Տիրոջ կարծիքը ճիշտ հակառակն է։ Մեղքերը ներելը շատ ավելի դժվար մի բան է, քան թե հիվանդությունը բժշկելը, որտեղ մեղքերի ներելու հետ կապված է նաև մարդու սրտի փոփոխությունը, որ մարդու սիրտն է փոխվում։ Ուրեմն փարիսեցիների համար հեշտ էր ասել քո մեղքերը ներված են, բայց Տիրոջ համար, ու իհարկե շակերտա որ ավելի դժվար է ասել քո մեղքերը ներված են։ Դրա համար սիրելիներս, նրանք տրտնջացին ասին, ով կարող է մեղքերի թողություն տալ։ Չէ՞ որ միայն Աստված է մեղքերի թողություն տվողը։ Բայց Հիսուսը երբ որ իր սրտի մեջ հասկացավ, ինչ ասեց դրանց։ Եվ հիմա դրանք երբ որ Հիսուսը այդ բաները արեց եւ այդ անդամալուծին ասեց, անդամալուծին եւ բերողներին ասեց, մայիչը անդամալուծին ասա, մայիչը տար ու քայլիր։ Երբ ասեց, ասում երբ որ տեսավ նրանց հավատքը տեսնելով, այդ 4 հոգին, այդ 4 հոգին ովքեր էին եղբայրներ քույրեր, այդ 4 հոգին նաև 4 ավետարաններն էին, որոնք ինչ են անում, 4 ավետարանը մարդուն, անդամալուծին, հիվանդին, ովքեր որ ցանկանում են, 4 ավետարանը հիվանդին բերում են Քրիստոսի մոտ, մեծագույն բժշկի մոտ։ Այդ անդամալուծը շատ ծանր հիվանդ էր, բայց գլխավոր բժիշկը Հիսուսն էր։ Բերեցին ասենք Հիսուսի մոտ բժշկվելու համար։ Եվ Հիսուսը տեսնելով նրանց հավատք ասեց, ուրեմն քո մեղքը վեր կաց ու քայլիր, վեր կացուք։ Եվ իսկույն վեր կացավ, քայլեց, եւ դրանից հետո մենք տեսնում ենք, որ այդ համբավը տարածվեցավ, շատ տարածվեցավ սիրելիներս։ Եվ նորից եթե գանք նորից բանը, այս Մատթեոսի ավետարանը, այն ժամանակ երբ որ այդ բանը եղավ, բժշկություն եղավ, ասում է 9-րդ համարից արդեն կարդում ենք ասում է. Եվ Հիսուս անկի առաջ ասնելով մարդ մտեցավ Մատթեոս անունով, որ Մաքս ընդունելու տեղը նստել էր ու սավ անոր, ետևես եկուր, անալ ելավ անոր ետևեն գնաց։ Հետարքիր ասելի եղբայրներ քույրեր։ Հիսուսը ընդամենը մի խոսք ասեց Մատթեոսին, արի իմ հետևից։ Բայց ով էր Մատթեոսը։ Մատթեոսը Մաքսավոր էր, Մաքս ընդունելու տեղը նստել էր։ Նա հարկահավաք էր։ Հարկերը հավաքում էր տալուց էր հռոմեական բռնապետական իշխանությանը։ Հարկահավաքները, մաքսավորները ընդհանրապես հրաների մոտ մերժված ազնվորություն էին, նրանք չէին սիրում։ Եվ նրանք համարում էին այդպես նրանք անգամ կրոնական ծեսերին չէին, իրավունք չունեին անգամ մասնակցելու։ Հրաները նրանց համարում էին դավաճաններ։ Եվ այդ դավաճաններին իրանք շատ բաներ արգելում էին կրոնական ծեսերի ժամանակ։ Բայց Հիսուսը հետարքիր է եղբայրներ քույր, նրանք Մատթեոսի մեջ տեսնում են փչացած մի ազնվորության, որ ոչ մի արժեք չունի, իրան ընդամենը դավաճան մի ազնվորություն, բայց ինչ էր տեսնում Հիսուսը Մատթեոսի մեջ։ Մատթեոսի մեջ ճիշտ հակառակն էր տեսնում, եղբայրներ քույրեր։ Մատթեոսի մեջ տեսնում էր ոչ թե փչացած մի ազնվորություն, այլ տեսնում էր մի մարդ, որի սիրտը կարող է փոխվել, որը կարող է ընդունել եւ փոխվել։ Եվ հետո մենք տեսնում ենք ինչպես Մատթեոսը հենց ասեց իր հետևից գնաց, եւ տեսնում ենք որ Մատթեոսը դարձավ առաջի ավետարանիչներից մեկը եւ գրեց Մատթեոսի ավետարանը։ Փառք Տիրոջը դրա համար։ Հիմա երբ որ մենք մարդկանց նայում ենք, ինչ ենք տեսնում ժողովրդության։ Մենք շատ ախ կարող ասենք, այս սրանից հավատացյալ դուրս չգա։ Էսի մեր կարծիքն է, եղբայրներ քույրեր, բայց Աստծո կարծիքը լրիվ ուրիշ բան է։ Հետո երբ որ նրանք Հիսուսը մաքսավորների հետո Մատթեոսը հրավիրեց իր աստունը, եւ ուրեմն շատ մաքսավորներ եկել էին հաց էին ուտում, ելի սկսեցին տրտնջալ, իրանց սրտերի մեջ սկսեցին տրտնջալ, եւ այդ ժամանակ Հիսուսը նրանց ասեց, ուրեմն ու փարիսեցիները 11 համարից երբ տեսան ասին անոր աշակերտներին, ինչու ձեր վարդապետը մաքսավոր ու մեղավորին հետ կուտե, բայց Հիսուս երբ լսեց սավանոց, Արոշներում բժիշկ պետք չէ, հապա հիվանդներում,
Կացեք սորվեցեք, թե ինչ այս խոսքը ողորմություն կուզեմ եւ ոչ թե զոհ, ասես արտաները կանչելու չեկա, ապա մեղավորները ապաշխարության։ Ուրեմն ինչ ասեց Հիսուսը, գնացեք սովորեցեք, թե ինչ այս խոսքը ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ։ Սիրելիներս, եկեղեցին դա այսպես ասած փարիսեցիները որ մտածում էին Հիսուսը մեղավոր մարդկանց հետ ուտում է, խմում է, ոմանք կարծում են, որ եկեղեցին, ինչպես փարիսեցիները, դա արդարների մի թանգարան է։ Արդարները պետք է բերեն, դնեն ու տեսնեն իրանց, թե ինչպիսի արդարություն կա նրանց մեջ եւ եկեղեցին պատկերացնում են որպես արդարների թանգարան։ Բայց եկեղեցին արդարների թանգարան չի, եղբայրներ քույրեր։ Եկեղեցին դա մի հիվանդանոց է, որտեղ գալիս են բժշկություն գտնելու, որտեղ գալիս են հիվանդները, կույրերը, կաղերը, բոլորը գալիս են գտնելու բժշկություն։ Դրա համար սիրելի եղբայրներ քույրեր, այո, Հիսուսին մեղադրել, օրինակ դու կարող ես գլխավոր բժշկին մեղադրել, որ ինքը հիմա հիվանդի կողքին է գտնվում։ Արդյոք մեղադրելի է բժշկին, որ դու սպասում ես, որ բժիշկը, երբ որ հիվանդանոցում ես լինում, ասում ես, հեսա 10 մինուտ կա են ասում, ինչ են ասում։ Ասում ես, հեսա բժիշկը գա, տեսնես ինչ կասի։ Սպասում ես բժշկին։ Հիմա բժշկին մեղադրել, որ ինքը գնում է հիվանդի մոտ, եղբայրներ քույրեր։ Ինչքան դատարկ բան է դա։ Չէ՞ որ Հիսուսը գլխավոր բժիշկն էր։ Իսկ նրանք հիվանդն էին։ Մենք անդամալույցը, ասենք, խորը հիվանդություն էր, շատ ցավեր ուներ, որ հազիվ էր կարողանում։ Ուրեմն 4 ավետարանները եղբայրներ քույրեր կարողացան 4 ավետարանները բերեցին այդ մարդուն անդամալույցին, բերեցին Հիսուսի մոտ։ Այո, սիրելի եղբայրներ քույրեր, 4 ավետարանները քեզ էլ կարող են, եթե դու քեզի հիվանդ ես զգում, եթե քեզ զգում ես լքված, եթե քեզ զգում ես, ասենք, այդպես բան ինվալիդ, ոնց ասեմ, հուսահատված, ասենք, եթե դու դիմիր այդ 4 հոգուն, դիմիր ավետարանին, ավետարանները կբերեն քեզ Հիսուսի մոտ, եւ Հիսուսը կասի ձեր հավատքը վեր կաց ու քալի, կտեսնի ձեր հավատքը եւ կասի վեր կաց եւ քալիր։ Փառք Տիրոջը, սիրելի եղբայրներ քույրեր։ Այո, մենք տեսնում ենք Մատթեոսի մոտ, նրանք տեսնում են լրիվ ուրիշ բան, բայց Հիսուսը Մատթեոսի մեջ տեսնում էր բացարձակ մի մարդ, որը սիրտը շատ հնարավոր ձևով հնարավոր փոփոխության, տեսնում էր նրա սրտի փոփոխությունը։ Դրա համար սիրելիներս, նորից եմ կրկնում, եւ Հիսուսը նրանց ինչ ասեց, ասեց առողջներին բժիշկ պետք չի։ Դեմա եթե դու առողջ ես, փարիսեցի կամ դպի, քեզ բնականաբար քեզի բժշկի պետք չի, եւ առանց բժշկի էլ կմնաս, առանց հոգու փոփոխության էլ կմնաս, քո սիրտը կմնա առանց բժշկված, այտենց էլ կմնաս, եթե դու չես ուզում բժշկին։ Բայց եթե դու կարիք ունես բժշկի, ավետարանը քեզ կտանի բժիշկների մոտ։ Ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ։ Նաեւ Հիսուսը հիշեցրեց Ովսե մարգարության 6-րդ գլխի 6-րդ խոսքը։ Փարիսեցիները կենտրոնացած էին արտաքին ծեսերի վրա, եղբայրներ քույրեր։ Նրանք ծեսերի ծիսակատարությունների մեջ էին։ Օրինակ հետաքրքիր է, չէ՞, այսպեսի մի հատ բան կար։ Ասենք օրինակ շաբաթ օրը, եթե օրինակ դու թաշկինակը այդպես դրել ես գրպանդ, դա համարվում է մեղք, որովհետև շաբաթ օրը դա բեռ ես կրում։ Լրացուցիչ մի բեռ կա քո հետ։ Բայց եթե թաշկինակը բուլավկով կպցրել ես շորիդ, դա մեղք չէ արդեն։ Ինչի, որովհետև արդեն դա քո շորի մի մասն է կազմում։ Ինչ ասենք բաներ, բայց Հիսուսը այդպես չի ասել, եղբայրներ քույրեր։ Բանի հոգին մենք պետք է հասկանանք, ոչ թե տառը։ Դրա համար փարիսեցիները, դպիրները իրանց ուշադրությունը դարձնում են ծեսերի եւ ծիսակատարությունների վրա, բայց մեր Տեր Հիսուսը ասում է առողջների բժիշկ պետք չի։ Ես չեմ եկել ասենք առողջների համար, ես եկել եմ հիվանդների բժշկելու համար, փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր, Տեր ուզում է, որ մենք ողորմած լինենք, որ մենք լինենք նրա նման։ Նա չի ուզում, որ մենք մեխանիկորեն պահենք շաբաթ օրը, որ մեխանիկական ձևով, ինչպես որ փարիսեցիները դպիրները, այդ ամենը դատարկ են։ Նա ուզում է, որ մենք լինենք կարեկցանք, լինենք ողորմած եղբայրներ քույրեր, ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, ներողամիտ լինենք, սեր ունենանք կարիքավորների նկատմամբ։ Այս սա է Աստծո ցանկությունը եւ դա մեզ տանում է դեպի այդ կողմը, որպեսզի մենք նմանվենք իրան։
Թող Աստված օգնի սիրելի եղբայրներ, քույրեր, սրտանց ասենք փառք ես Տեր։ Եթե հիմա մեկը կա իրան անդամալույց ազգում, իրան հիվանդ ազգում, թող իմանա դիմի ավետարաններին, դիմի այդ 4 մարդուն, նրանք ինչ են անելու, նրանք քեզ բերելու են Հիսուսի մոտ եւ Հիսուսը քեզ ասելու է վեր կաց եւ քայլի։ Այդ 4 ավետարանը նաեւ 4000 տարին է եղբայրներ, քույրեր։ 4000 տարի եկավ Հիսուսը, գլխավոր բժիշկ եկավ եւ ամբողջ մարդկության մեղքը վերցրեց իր վրա եւ բժշկեց։ Փառք Տիրոջի եղբայրներ, քույրեր։ Ով որ հավատա չի կորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Մենք հիմա սպասում ենք մեր գլխավոր բժշկի գալուն։ Նա արդեն գալու է որպես ոչ թե բժիշկ, նա գալու արդեն որպես դատավոր, դատելու բոլոր նրանց, ովքեր մերժել են իրանց։ Նա եկավ առաջի անգամ մեղքը իր վրա վերացրեց մեղքը, իսկ երկրորդ անգամ գալու է մեզի երկինք տանելու համար։ Փառք Տիրոջ է։ Թող Աստված օրհնի սիրելիներս։ Նա տանում է մեզ մի այնպիսի երկինք, այնպիսի մի քաղաք, որի ճարտարապետն ու արարիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք այստեղ մնայուն քաղաք չունենք։ Երկրավոր քաղաքը մեր հավիտենական չի։ Ոչ Երևանն է հավիտենական, ոչ Մոսկվան, ոչ Նյու Յորքը, ոչ մի քաղաք այստեղ հավիտենական չի, բոլորը պետք է այրվեն ու գնան։ Միայն մի քաղաք կա, որ հավիտենական է։ Եվ եթե Իրանի քեզ, եթե դու այդ քաղաքի բնակիչ ես համարվում, փառք Տիրոջը, սրտանց ասենք փառք ես Տեր, դիմենք մեր Տիրոջը, դիմենք մեր Տեր Հիսուս Քրիստոս գլխավոր բժշկին, նա իսկույն կասի քեզ, վեր կաց եւ քայլիր, եթե դու սրտանց ես դեմ, կանգնենք եղբայրներ քույրեր աղոթքի։ Մենք հիմա ուզում ենք խնդրել բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն, ովքեր իրենց տկար են զգում, ովքեր հուսահատված են զգում, ովքեր իրանց զգում են, որ ասենք բժշկության կարիք ունեն։ Դիմենք, ձեր սրտերի մեջ աղոթք արեք, Տերը ձեզ անպայման, եթե հավատքով տեսնեք, տեսեք Հիսուսին որպես բժիշկ, ոչ միայն որպես փրկիչ, այլ տեսեք նրան որպես նաև բժիշկ, որովհետև Հիսուս Քրիստոս նշանակում է օծյալ փրկիչ, այո, փառք Տիրոջը, աղոթում ենք։